Քանի տարեկան մեկն էլ Ֆրանսիա։ Երևի 20։ Հույսով որ այնտեղ ավելի հարմար կլինի, հեշտ կլինի, հետո հասկացել եք, որ հեշտ կյանք չեք փնտրում։ Մաման համոզեց, չէի ուզում էլի գնայի, ասեց բժշկության համար արի գնանք, որ այնտեղ դու միշտ բժիշկների հսկողության տակ կլնես, բժշկությունը անվճար է, համել ստեղ աշխատանք չես կարող գտնես։ Ես էլ միշտ փորձում էի մի բան գտնել, չէի կարող։ Բայց գնացածս օրվանից հենց առաջի օրից հասկացա, որ հաստատ չեմ կարող այդտեղ մնամ ու տենց տանջվել եմ մի 7 տարի։ 7 տարի մնացել եք ամեն։ Բայց ամեն տարի 3-4 անգամ գալիս էի։ Ես ընտի մնալ չեմ համարում։ Նույն բանն է, ոնց որ ես գնամ Էջմիածնից Երևան ինչ որ տան մեջ նստեմ 7 տարի, ես չեմ համարի, որ ես գնացի Երևան։ Չեմ համարում, որ Ֆրանսիայում էի։ Ես այնտեղ Էֆելյան աշտարակն ինձնից մի քանի կիլոմետր հեռու եղի, կյանքում չեմ գնացել մոտը նկարվեմ, իմ սիրտս չի տարել։ Ասում են քելարի գնանք մի հատ նկարվի, այսքան ժամանակ ասես, մեն ինչի՞ սա պետք։ Չէի կարող էլի հոգեբանորեն իմ տեղը չէր։ Մտածում եմ, եթե Հայաստանը շատ սիրես, իսկականից շատ սիրես, ոչ թե հերվից ասես սիրում եմ, չես կարող ուղղակի ուրիշ տեղ երջանիկ լինես, հաճելի լինի քեզ ապրել։ Բայց հաշմանդամություն ունեցողների համար անհամեմատ ավելի հեշտ պայմաններ են, չէ՞, այնտեղ ես ինչու եմ անդադ բերում սրան, որ հեշտ կյանքը միակ մոտիվացիան չի կարող չէ լինել մարդու կյանքի։ Եթե հեշտության բանով չափեք, էմոցիոնալ բաները թողնենք մի կողմ, ապա կստացվի, որ այնտեղ ավելի հեշտ էր, բայց դուք դրան չեք, որ ձգտում եք։ Ոչ հաշմանդամ հայերի համար էլ այնտեղ տենց ոչ աշխատում են, ոչ բան։ Թոշակով բանով երեխային ունենում օգնություն, ուտելիք, ձրի։ Ես տենց սպորտաբույծի կյանք չեմ կարող, էլի, ես չեմ մտածում, որ ես պետք է նստեմ ինձ պահեն։ Եթե ես կարող եմ մտածեմ, կարող եմ շարժվեմ, ուզում ինքս վաստակեմ, ես չեմ կարող նստեմ, սպասեմ ինձ օտար պետություն պահի։ Տենց ավելի վնաս կտամ հոգեբանորեն, եթե դու միշտ վատ վիճակում ես, կարող է ինչ-որ մի հիվանդություն էլ ձեռք բերես։ Եթե եղավ երջանիկ կյանք, հայը օտար տեղ դժվար բան է դա։ Երբ վերադարձակ, ինչ էիք զգում։ Վատ էի շատ, ֆիզիկական ոչ մի գործ չես կարող անել, Միայնակ եք վերադարձել։ Մենակ մաման ու քուրս ընդեղ են մինչև հիմա։ Հույսս Աստծո վրա է։ Սամալյոտի մեջ էլ հենց այդ գալուց ես գիտեի, որ ահա որ դժվար կարալնի ու Աստծոց խնդրում էի, մինչև իջնել ասում էի հիմա մի անգամ կխոսամ, մի անգամ կխնդրեմ քեզնից։ Հենց արա որ ես հասնեմ նրան, ինչի համար որ գնում եմ Հայաստան, որ ես էլ կյանքում հետ չգամ Հայաստանից։ Խնդրանքս այդ է մենակ եղել, ինչը սաղել տենում են որ կատարվել է։ Բայց ես լրիվ զրոյով եմ եկել Հայաստան, ոչ մի բան չեմ ունեցել։ Վերադարձակ ավելի ինտենսիվ սկսեցիք զբաղվել, ինչպես։ Այնտեղ չկար մուսա, այնտեղ ես ինչ չէի զգում ռեպեր ֆեյքա, ինչ որ երրորդ ազգ էի, որ տոնը նստած էի։